Եկել տակուկցած գել է անցած տարվա հուշերը Ամեն ուշ մի լույս տարած արդարում են մեր սրտերը Հավաքել են կես գիշերին համոհոտով կեխանենք Անցած տարվա հին օրերին իրար հետ չամտուտանենք Վերջ, սա այն վերջին խոսքն է։ Բայց յուրաքանչյուր նոր բան լավ մոռացված հինն է։ Եթե սցենար գրել չգիտեք, ուրեմն գնացեք սովորեք արհեստական բանականությունից։ Ձեր սցենարը հին է, հին։ Ինչ է նշանակում ձեր սցենարը հին է։ Այդ նորն եք անում, արեք, բայց հինը մի մոռացեք։ Պատրաստ ենք։ Ժողովուրդ ջան, պատրաստ ենք, ուրախ ծափերը հիշում ենք, Արսեն ջան, կարող ենք սկսել։ Ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել Առանց քո սիրո, ջահել կյանքն եմ իմ մաշել Ես ուզում եմ, որ քո աչքերին նայեմ Եվ ուզում եմ, որ միայն ինձ մոտ լինես Բայց դու չես գալիս Միայն քո մասին եմ լալիս Քեզ եմ կարոտել արի մոտս Սիրելիս, սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Ախ սիրելիս Դու չգիտես Ինչքան եմ տարապել Առանց քո սիրո Ջահել սիրտն է իմ լացել Անընդհատ սպասում եմ Որ դու կգաս Դուրը կբացես Ունես կամատնես Բայց դու չես գալիս Միայն քո մասին եմ լալիս Քեզ եմ կարոտել արի մոտս Սիրելիս, սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն Նոր տարվա առևտուրն արեցի՞ր։ Նոր տարվա առևտուրը տունցել մեր ամենօրյա Չէ, ասա։ Ամանօրյա է, էլի նույնն է, էլի տարբեր։ Իսկ տոնածառը դրել եք։ Նացարը ինքս մեր տան մեջ ածում է, էլի տարբեր տեղեր տենց մեծ է ամեն ինչ էլի։ Դու ասա Արամ ջան, ինչ երազանքներ։ Չէ, թե ինչ երազանք կար, ջան, ինչ երազանք կատարվեց, հանգիստ մեր համար հով։ Դա ֆերմա։ Քեզ է տողեցին այդ մեքենայի։ Օ, դիշլով։ Կնաս դիմոցը կողմից։ Ասիստենտերից տեսարի չլեմ։ Օ, ինձ էլ տվեցի պլանշետ։ Միայն քո մասին եմ լալիս Քեզ եմ կարոտել արի մոտս Սիրելիս, սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Բայց դու չես գալիս Միայն քո մասին եմ լալիս Քեզ եմ կարոտել արի մոտս Սիրելիս, սիրելիս Ես կանչում եմ քեզ Ու անընդհատ սպասում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում Երեկոն անցավ Քո ճամփին եմ ես նայում
Ունենք ժողովուրդ ջան նկարվածա շնորհակալություն։ Արսեն ջան, ձեզ էլ շնորհակալություն, ձեր շնորհիվ նոստալգիա ապրեցինք։ Ժողովուրդ ջան, հիմա տաղավարը ազատում ենք, պատրաստվում ենք հաջորդ կատարմանը։ Այս երիտասարդությունը նոր տարի նշել չգիտի։ Պատկերացնում ես նոր տարվա ծրագիրը ինչ կանեն։ Ես գիտեմ ինչա պետք անել։ Մեկ ալիք։ Լսի փաստորեն մենք նույն բանն ենք մտածում։ Գնում ենք տեխնիկ ալիքի մոտ։ Գնացինք։ Ալիք ստեղ ես։ 30 տարի է ստեղ եմ։ Ո՞վ է։ Մենք ենք, Ալիք ջան, մի բան ենք մտածել։ Պետք է մեզ օգնես։ Էլի դուք եք ամեն տարի նույն բանն եք ասում։ Հազար եմ ասել, ես չեմ կարող լրատվականի փոխարեն ձեր հին նավտալին, կներեք, արխիվային հաղորդումները եթեր տալ։ Նավտալինը դու ես։ Բայց ներում եմ քեզ։ Յոպե սցենարը պետքա ստեղ լիներ։ Վերցնում եք, դրեք տեղը էլի։ Գիտես ինչ եմ երազում։ Ինքը տենց մանկական երազանք է, էլի, որ դու տանը լինես, այս նախատոնական այս օրերին, այն որ սենց նստած ես հին բազմոցի վրա, հեռուստացույցով են քո սիրած ֆիլմերն են գնում, որ անհոգ դու արդեն դասեր վերջացել ես, արձակուրդ ես, ինչ որ մանդարին ես ուտում, այդ մանդարինի հոտը, որ մաման ուտելիքներ է պատրաստում, դու նստած ինչ որ նվերների մասին նամակներ ես գրում, այդ երազում եմ, ես երազում եմ։ Դե ուրիշ շերելի են կոնֆետները, ինչպես քիչ էր, բայց ոնց որ սիրում էր բանան, բայց հարևանի համար այդ բանանը դե գրիլյաժն էլ սենց բոստուրմեն այդ գրիլյաժի վրա սենց փաթաթում էիր, սենց սխվում էիր իրոն, բաներ, ինչ է ձվի մեջ էր այդ գցում ու սենց կարակ էր, սենց քսում աչքերիդ ու սենց շոկրավազաս ես դեմքիդ ես ես ծպնում, բայց ես չես սիրում, կես տեին տում։ Բայց ես այդ չեմ էլ երազել։ Բարև ձեզ։ Ես ձեր նոր ասիստենտն եմ Նարեկը։ Օ, ասիստենտը։ Եթե դու մեր ասիստենտ ես, աղջիկներին ճանապարհ եկել։ Հաջողություն, շնորհակալություն։ Հեքիաթն ավարտվեց, էլի, տեսա՞ր։ Գիտեք չէ, փոքր ժամանակ ամեն տարի բազմոցին պարկած սպասում էի ձեր նոր տարվա ծրագրերին։ Ու մտածում էի տեսնես կգա մի օր, որ ես էլ ձեզ հետ կաշխատեմ։ Տեսա՞ր։ Տղայիս պատմելու բան ունեմ։ Քանի տարեկան ես, Նարեկ ջան։ Օ, ծեր եմ արդեն, շատ ծեր եմ։ Ինչքան։ 26։ Սցենարը կարդացել եք։ Չէ, չեն ուղարկել ճիշտ ասած։ Հա, բայց մի երկու տող այս։ Սա նայենք։ Դուրս կգանք էլ, ես հա, ոնց որ ես եմ սկսում։ Գալդ բարի, նոր տա… Դե լավը չէ գրել, ուրա։ Գրել են։ Ես հենց նոր կարդացի։ Հասկացա։ Մեզ ասել էին, որ ինչ-որ նոր բան ա լինելու, ինչ-որ արհեստական բանականությունն ա գրել սցենարը։ Ավելի շատ անբնական արհեստականություն է, էլի։ Տեսեք, հասկանում եմ ձեր բողոքը, բայց հիմա բողոքելու ժամանակը չի, ավելին ասեմ, դուք հիմա արդեն պետքա պատրաստ լինեիք։ Բայց սցենարը գոնե ուղարկեին կախվում։ Խնդրում եմ, ուղղակի բարձրացեք բեմ։ Մենք մի հոյակապ սցենար ենք գրել նոր տարվա ծրագրի համար։ Նոր, ռետրո, տարի։ Մեր հին բարի ժամանակների ոճով։ Այսինքն նավտալին դրած։ Դեմոդե, հա։ Այդ քո ասած բառերն են դեմոդե։ Ջահելները չեն ուզում մեր սցենարը նկարեն։ Իրենց զիզիպիզի ջիպիտիներն են ուզում նկարեն։ Ինձ ինչ եք ուզում։ Շնորհակալություն։ Ուրեմն սենց, հիմա բոլորը տարածքը ազատում են, կարող եք գնալ ընդմիջման բացի հաղորդավարներից ու Կարենից։ Կարող եք։ Ինչ։ Ժամանակի մեքենա։ Չէ։ Գրվել եք։ Լսի, ոչ մի վատ բան չի լինի։ Ալիք ջան, այդ միակ տարբերակն է, որ նորմալ բան եթեր գնա։ Ուզում ես նոր տարին վստահենք մարդկանց, ովքեր հեռախոսով են ուղիղ եթեր մտնում։ Չէ, ես դա չեմ անի։ Վարուժ, գոնե դու պետք է հիշես, թե ինչ փորձանքի մեջ ենք ընկել։ Ալիք ջան, նորից եմ ասում, ոչ մի վատ բան չի լինի։ Այս անգամ անում ենք ու վերջին անգամ խոստանում ենք։ Խոստանում ենք։
Այն անգամ էլ էի տենց ասել։ Նրանք էլ մտան ստուդիա ու սև նոր տարի բերեցին մեր գլխներին։ Ինձ գործից էին հանում, իրան էլ եթերից։ Լսի լավ էլի դե անմեղ կատակեր։ Անմեղ կատակ։ Կատակասերից տեսեք։ Լսեք, մեծ մարդ եք։ Մի արեք։ Այդ սարքն հին է։ Ուտիլ։ Ու ինձ հեռու մնացեք։ Ես դա չեմ անելու։ Դու չես անի, մենք կանենք։ Դու գործ չունես։ Երաժշտությունը միանում է ու սպասում ենք ֆանֆարները ավարտվեն։ Կուլիսներից քայլում եք բեմի կենտրոն, կանգնում եք նշված տեղում ու կարդացեք բացման տեքստը։ Սցենարը ստացել եք, չէ՞։ Ստացել ենք, բայց այդտեղ մի հատ հարց կա սցենարի հետ կապված։ Ինչ որ անհասկանալի է, չեմ հասկանում ես։ Եկեք արագացնենք, ժամանակ չկա, Կարեն ջան, խոշոր պլան, արագ նկարենք, քանի մյուսները ընդմիջում են անում։ Ռեկ, գնացինք։ Տեխնիկական կազմիցով է ինձ լսում։ Լսում եմ, Մեծ մոնիտորն անջատվել է։ որ մանիտորն է անջատվել, տաղավարի։ Հա, երրորդ տաղավարի մեծ մոնիտորը։ Չի, առավոտյան ստուգել եմ։ Լավ, գալիս եմ։ Շատ լավ, սպասում եմ։ Տատիկին լսի, ես հեսակը երկեմ ու կգամ։ Բա ոնց, նամակը իհարկե ուղարկել եմ։ Ձմեր պապի։ Այ բալես, ձմեր պապիկի համարը ես որտեղից իմանամ։ Այն թվերին լարով հեռախոս էր, հիմա ինչ իմանամ, ձմեր պապիկը iPhone կունենա, թե չէ։ Սիրելի աստղեր, մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, հաղորդավարները արդեն տաղավարում են, այնպես որ դուք էլ պատրաստ եղեք։ Մեզ մոտ հաջորդը Սիլվա Հակոբյան։ Ո ինչ լավ, շուտ երկեմ գնամ այնքան գործ ունեմ, ձմեր պապիկի էլ նամակն էլ չեմ ուղարկել։ Կուզես WhatsApp-ով նկարենք ուղարկենք։ Գալդ բարի, նոր տարի, բարով գնաս, անցնող տարի, բարով եկար, ճոխ տարի, գալդ բարի, նոր տարի։ Ուրա, ընկերներ։ Ուրա։ Ստոպ։ Այս ինչ եք կարդում։ Սցենարով գնացեք։ Սցենարով են կարդում, ձեր տված սցենարն է։ Դու գիտես ոնց են անում։ Տարիքից չխաբվես, իհարկե հիշում եմ։ Ինչ որ չի ստացվում։ Հələ թող ես փորձեմ, հա։ Փորձ։ Լարի տեղը։ Արամե ջան, դուք որտեղ եք։ Նարեկ ջան, հենց հիմա հասնում եմ, ուղիղ հեռուստաաշտարակի տակ եմ։ Հենց հիմա մտնում եմ ստուդիա։ Շատ լավ, հիմա ասեմ ձեզ դիմավորել։ Ճիշտ ասվում է։ Ուշադիր։ Սկսում ենք ամենասկզբից։ Բարով եկար, ճոխ տարի, գալդ բարի, նոր տարի։ Լույսերն ինչ եք անջատում։ Տաղավարը երբ փոխվեց։ Ստոպ, ընկերներ, ինչու եք կանգնած։ Միայն չասեք, որ տրամվայ եք սպասում։ Տոնական նկարահանում նիկտո не отменял։ Շարունակում ենք մատոր։ Կներեք, էլի, կներեք։ Դուք ով եք։ Այդ ես պիտի հարցնեմ, թե դուք ով եք։ Իսկ ես ընկերներ, ՀՍՍՀ հեռուստարադիո կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսորն եմ։ Եկել եք նկարահանման, բարի եղեք ներկայանալ սովետական քաղաքացուն վայել տեսքով։ Արագացրեք, ձեզ կարգի հրավիրեք, ունեք 2 րոպե ժամանակ։ Այս պրանկ, հա։ Որտեվ ընդհանրապես խնդալու չի։ Вообще։ Կրինժա։ Եկեք ավելի լավ արագրեք տանք, նկարահանվենք, գործեր ունենք։ Համ Արամը, համ ես կորպորատիվի եմ։ Համ ասում եք ինստա մի մտեք, համ սթորի մի արեք, համ էլ եկել Ընկեր, ես կոմունիստական կուսակցության անդամ եմ եւ անթերի հայերեն գիտեմ, թեև կրթությունս ռուսական է։ Հասկացաք։
Ձեզ հետ է կարելի է իմանալ դուք որ կազմակերպությունից եք։ Չեմ հասկանում, ուր է նայում կոմսոմոլը, եւ այդ ձեր անհասկանալի բառապաշարից լավ հոտ չի գալիս։ Եվ հետո այս ինչ բուրժուական հագուկապ է, ինչ անճաշակություն։ Շուտով 1975 թվականն է։ Ինչ է ձեր հագուստի վիճակը։ Ցիրկից եք։ Հա, հասկացա։ Դուք ծաղրացուներ եք։ Գոհար, մենք ծաղրացուներ ունենք այսօր։ Կար ոնց որ իրոք 1974 թիվն էլ կողքերդ նայի։ Չէր կրա սենց արագ ամեն ինչ փոխվեր։ Ժողովուրդ, չհասկացա դուք ես որտեղից հայտնվեցիք, ոնց կարելի է միանգամից այսքան մարդ ներս թողնել։ Ես մենակ ոնց եմ հասցնելու։ Մի րոպես մենք ուր ենք, ես ինչ սենյակա։ Վայ մամա ջան, մեզ ալմոլորակայիններն են գողացել։ Իսկ թվում է սա այն Բերմունձյան եռանկյունին է։ Կայծակը խփեց ու մենք հայտնվեցինք ստեղ։ Ալմոլորակայինները դուք եք, բայց կայծակը ձեզ հաստատ խփել է։ Երեխեք ջան, դուք գոնե գիտեք որտեղ եք։ Հեռուստատեսությունում եք։ Անկեր ծաղրացուներ, ինչ համար եք պատրաստել։ Տեկին ռեժիսոր։ Ինչ։ Ինչ։ Տղայա։ Ինչպես եք համարձակվում ինձ վիրավորել։ Ես հագից ու տենց մանրամասներին լավ չեմ դիապետում։ Օրիորդ ռեժիսոր։ Դեռ շարունակում է։ Անպատկար։ Ես հենց հիմա միլիցիա կկանչեմ։ Ինչպես ես խոսում սովետական քաղաքացու հետ։ Կար սովետի ժամանակ բոլորն իրար ընկեր էին ասում, մի բան արա, թե չէ սա KGB-ն տանելու եմ այստեղից։ Դուք մենք իրար սխալ հասկացանք, ոնց որ մենք պարզապես ծաղրացուներ չենք, էդ էի ուզում ասել, եւ մենք նոր հաղորդավարներ ենք, Նարա Շլեպչյանն է մեզ այստեղ հրավիրել, ընկեր ռեժիսոր։ Նարա Սուրենովնան։ Սուրենովնա։ Հետաքրքիր է։ Եթե հրավիրել է, ուրեմն շնորհալի եք։ Ընկեր ասիստենտ, մի հատ կարգի բերեք հաղորդավարների հագուստը, մենք կսպասենք։ Այսօր են։ Աչքդ մի վարքան թեքում ես, աստղերը կորում են։ Վերջը իրանց ասածը արեցին։ Հա։ Բայմասերատակից ոնց դուրս գանք։ Հետաքրքիր է։ Հիմա որ թիվ են գնացել։ Կարեն։ Կարեն, ես ինչ ա կատարում, Կարեն։ Տղերք, չգիտեմ, բայց վախենում եմ, որովհետև թանգարանի կամերաները հենց հիմա աշխատում են ստուդիայում։ Ուրեմն իմ մոտ պանիկա է, սենց ոնց կլինի ինքը։ Իսկ մենակ մենք ենք տեղափոխվել, մնացածը ուր են որ։ Ես թվում է կամ բուֆետում են կամ հանդերձանում, ուր պետք է լինեն, այսքանից չեմ մենակ տեղափոխվել այստեղ։ Երեխեքս, կորպորատիվս, ապե ոնց են գնալու են։ Հանգստած եթե եկել ենք, ուրեմն մի ձև հետ կգնանք, վայ։ Տղաներ, ես Գոհարն եմ, ռեժիսորի ասիստենտը։ Հիմա պետք է գնանք հանդերձասենյակ, նոր կոստյումներ ենք ստացել։ Կարծում եմ ձեր չափով կգտնենք։ Անկեղծ ասած, շատ հետաքրքիր հագուստներ ունեք։ Երևի ինչ-որ արտասահմանյան ժուրնալից եք նայել, հա։ Մի փոքր լավ չեն կարել, բայց մեր հաղորդավարներն ամբողջ օրը այդ գործի վրա են։ Եթե հանկարծ մեկը Լեհաստանից կամ Յուգոսլավիայից մի երկու կտոր շոր բերի, դա մեծ տոն է։ Հաղորդավարուհիները հերթով հագնում են։ Այսօր են Գրիշա Ախանյանը, որ ասում էր Յուգոսլավսկի սրա հետ, ես։ Ո՞վ։ Մեր ընկերներից տենց մարդ պետք է լինի դեռ։ Ձեր ընկերը ճիշտ է։ Յուգոսլավսկի ամեն ինչն էլ շատ լավն է։ Գնանք ժամանակ չկորցնենք։ Նստեք, ժողովուրդ։ Բաժակները ուր են։ Դեցրած, հա, բաժակները։ Դե ինչ, խմենք մեր քավորի կենացը։ Քավոր ջան, կենացը։ Շնորհավոր։
Երկար կյանք ունենաս, միշտ մեր գլխից անպատված։ Օգտվեք, ժողովուրդ ջան, նստեք։ Սա են հավարան շարեք։ Արամ, Գարիկ, ուր էիք։ Ինչա պատահել ես, որտեղ ենք։ Նատե, պրիեխելի։ Այլ մոլորակայինները Բիթլզին են տեսել։ Okay, լսեք, ժամանակի մեջ տեղափոխվել ենք։ Նույն տեղն ենք, բայց ուրիշ դարում ենք։ 70-ականներ։ Հələ ինձ նայում են։ Հələ բակերս չպինայի։ Գոհ, այս խվքեր են։ Նարը սուրենը մնան են թունել։ Здравствуйте։ Շլեպչա։ Այս այլ մոլորակայինները։ Երևի ցիրկից են։ Հնարավոր է։ Ոչ, մենք ցիրկից չենք։ Մենք երգիչներ ենք։ Միա։ Ավե, այս պրանկա, հաստատ պրանկա։ Գարիկ ջան, կարող է դու շատ սիրված եւ ճանաչված մարդ ես, բայց չեմ կարծում այս մասշտաբի պրանկանեն հատուկ քո համար, էլի։ Մեկը դու կմասնակցես այս պրանկին։ Ես չեմ ասում։ Ես մարդ գիտեմ իմ համար կկանեմ։ Ավելի գոր։ Փաստորեն հաղորդավարները դուք եք ընկերներ։ Ցենջ բան է։ Առանց ռեժիսորի մասնագիտական կարծիքը հարցնելու հաղորդավար հաստատել։ Որտեղից եք դուք այստեղ հայտնվել։ Երևի գործկոմից, հա՞։ Թերայկոմից։ Իսկ միգուցե կենտկոմից։ Դեմիրճանից։ Ես էլ Վլադիմիր Իլիչ Լենին գրադյան եմ մնում։ Իսկ դուք ով եք։ Ես երկչուհի Սիլվա Հակոբյանն եմ։ Օ, փաստորեն դուք տաղանդավորագույն նկարիչ Հակոբ Հակոբյանի դուստուրն եք։ Ինչ եք երգում։ Կանաչ կարմիր։ Ապրեք, կարմիր դա լավ է սովետական գույն է։ Գնացինք, հենց հիմա մարշ կադր։ Այս բակերը ձերը չէին, հա։ Այս մեկը իմն է։ Զգացի, հասեցի Լենին խառնվեց իրար։ Լենինը։ Բայց երազանքը իրականացավ էլի ոնց որ ընկանք սովետական ժամանակաշրջան։ Չեմ հավատում, մենք իրոք տեղափոխվել ենք 1974 թվական։ Ժողովուրդ, լավ, ուշադիր, նայեք ինչ ենք անում։ Բոլորս գլուխներս կախ գնում ենք, երգում ենք։ Թող Գարիկը նվագի, քանի բոլորից տեղից Սիբիր չեն աքսորե։ Ես գնամ տեսնեմ ով այլ մեր այդ ժամանակներ տեղափոխվե։ Գնացինք, ժողովուրդ, գնացինք։ Կանաչ կարմիր շորերը սակել եմ, խոնչապողջաս դրել եմ, կապել եմ, թաքուն տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, կանաչ կարմիր շորերը սակել եմ, խոնչապողջաս դրել եմ, կապել եմ, թաքուն տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, գիշերու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարիս մի բարև տարեք, ասեք դուրս կա են դռնից, խոսք է տվել թող հարստանի ինձ, գիշերու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարիս մի բարև տարեք, ասեք դուրս կա են դռնից, խոսք է տվել թող հարստանի ինձ, երկար ծամերս հուսել կապել եմ, աչքերս էլ սուրմայով ներկել եմ, քո խոսքերին հավատացել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, գիշերու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարիս մի բարև տարեք, ասեք դուրս գա են դռնից, խոսք է տվել թող հարստանի ինձ։ Կոշիկս հակել եմ, ակերով կոտիս կապել եմ, հազիվ տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, բարձրակրում կոշիկս հակել եմ, մախշուն ակերով կոտիս կապել եմ, հազիվ տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ, գիշերու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարիս մի բարև տարեք, ասեք դուրս գա են դռնից, խոսք է տվել թող հարստանի ինձ, գիշերու ցերեկ մի խաբար բերեք,
լավ երկչուհի է։ Տաղանդավոր հորից տաղանդավոր աղջիկ։ Ինչու է աղջկա մասին մինչև հիմա չենք լսել։ Աստորեն պապատես տվերից, այստեղ ծանոթություններ ունի։ Մահրացեց Հակոբ։ Ուշադրություն, ռեժիսորն է խոսում, ընկեր հաղորդավար, հիմա կհնչեն ֆանֆարը, կուլիսից կգաք բեմի կենտրոնում կկանգնեք և առոգանությամբ ելույթ կունենաք։ Չվյորդը կամերա, մատոր, նաչելի։ Փաստորեն 70-ականներից մեր մոտ բան չի փոխվել։ Շնորհավոր նոր տարի, սիրելի ընկերներ, բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք։ Կեցես տղաս, շարունակիր նույն ոգով, հայտարարիր հաջորդ արտիստին։ Իսկ հիմա բեմահարթակը տրամադրում եմ Արամեին։ Արամենուրա։ Եկեք ես բաժակով է խմենք մեր ծաղիկների կենացել։ Մի հատ ոտքի։ Թող ես գալիք 75 թիվը ձեր ընտանիքում մենակ բարիք բերի։ Ձեր կենացը բալես։ Շնորհավորում Չհասկացա։ Բայց չեք բարելու։ Ահա չեք բարելու, Առանց դրա։ Էդ ի՞նչ է։ Ռումբա։ Ջորջան, այս iPhone-ա։ Էդ ի՞նչ է։ Ահա 75։ Հիմա կտեսնեք։ Այսօր ինչ է լինի մեկա չի լինելու առանց նրա ավանդույթը մեր հայկական դու ես դարձնում իսկական քո կենացը մենք խմում ենք ջան ասում ենք ջան լսում ենք հայ օջախում կարևորը լավից լավ լինի քավորը շուտ կանչե քավոր ջանարի առանց քեզ մեկա ոչ ոք չի բարի մի հատ շուտ կանչե քավոր ջանարի առանց քեզ կեֆը ուրախ չի լինի կանչեք շուտ կանչեք քավոր ջանարի առանց քեզ մեկա ոչ ոք չի բարի մի հատ շուտ կանչեք քավոր ջանարի առանց քեզ կեֆը ուրախ չի լինի Ջանջիգանով ընտանիք է մեր քավորը երջանիկ է ու նրա սրտով է օրը ամեն ինչը լուսավոր է տարերից եկած է մեկա քավորի ասած նորենքա Աստված օրհնի քեզ անսահման դու էլ բոլորիս պահապան շուտ կանչե քավոր ջանարի առանց քեզ մեկա ոչ ոք չի բարի մի հատ շուտ կանչե քավոր ջանարի առանց քեզ կեֆը ուրախ չի լինի կանչեք շուտ կանչեք քավոր ջանարի առանց քեզ մեկա ոչ ոք չի բարի մի հատ շուտ կանչեք քավոր ջանարի առանց քեզ կեֆը ուրախ չի լինի Շուտ կանչեք քավոր ջանարի առանց քեզ մեկա ոչ ոք չի բարի մի հատ շուտ կանչեք քավոր ջանարի առանց քեզ կեֆը ուրախ չի լինի կանչեք շուտ կանչեք քավոր ջանարի ուրախ չի լինի Գոհար։ Ինչ հետաքրքիր դիմագծեր ունեք։ Կարող է ես ձեզ ինչ որտեղ էլի տեսել եմ։ Քանի տարեկան եք։ 18 նոր եմ դպրոցն ավարտել։ Դե համասարան չընդունվեցի, բայց մայրս այստեղ մեքենագրուհի է աշխատում, կարողացա ռեժիսորի օգնական դառնալ։ Իսկ ես օպերատոր եմ։ Կարեն։ Շատ հաճելի է։ Բայց ես ձեզ այստեղ չեմ տեսել։ Ես բոլոր օպերատորներին ճանաչում եմ։
Վահագն Աբրահամիչը, գլխավոր օպերատորը, ինքավորն է։ Դե կնքվելն այդքան էլ չի խրախուսվում, բայց տատիկիս վերջին ցանկություններ մերոնք կատարել են։ Բայց ես քեզ այստեղ չեմ տեսել։ Ես հանրայինում եմ օպերատոր։ Հանրային։ Մի հեռուստատեսություն կա։ CD-ից ես։ Այդ որն է։ Դե Մոսկվայից։ Օստան կինո, կենտրոնական հեռուստատեսություն։ Երևի իմ ռուսերեն այդքան էլ լավ չի։ Դու մի ամաչիր, թե կուզես, ձեզ Վահագին կարող եմ խնդրել քեզ ստաժոր վերցնի։ Կուզես։ Իմ երկն է, կուզես։ Փաստորեն դուք նաև երգում եք։ Այո։ Օրբելյանի նոր կադրերից եք երևի։ Չէ, ես Կոնստանտին Օրբելյանին շատ սիրում եմ, ինքը իմ սիրած կոմպոզիտորներից է, բայց ցավոք բախ չի վիճակվել։ Դե լավ, ես ստեղ եմ կան։ Բայց իսկապես սիրուն երգ է։ Կուզես քեզ համար հորինեմ արևի փոխարեն։ Բարերը շատ ճիշտ գիտի, բայց հաստատ ես իրենց լավ եմ երգում, մի քիչ աշխատիքա վրա։ Եթե դու կուզես աստղերից հենց հիմա կշարեմ քո դիմաց անունը քո էլի ամեն ինչ որ կուզես։ Ապրես։ Լավ է ստացվում է։ Ված կոտորվում ենք, ինչ ունենք ուտելու բարև ձեզ։ Տավարի մսով բորշ, կատլետ, պաֆլոցկի, տուշոնկայով գրեչկա։ Չէ, ես վեգան եմ։ Շատ ուրախ եմ։ Ես էլ Տանյան եմ։ Վեգա։ Պրիբալտիկայից եք։ Պրիբալտիկա, կոտոր կապչոլի, մասացի հետ ես ընդամեն ուզում եմ ասել, որ, չգիտեմ, gluten free, dairy free, լակտոզ ինտոլերանտ եմ, տենց մի հատ ապշեմ էլի, եթե։ Սիլվարդ, լարի տես ես ընկերի ինչ ա ուզում։ Ամուսինը տեստոնյա է մեր, չէ ծառայել, լարի տես լեզուն հասկանում ես։ Առանց միս ինչ-որ բան կա։ Առանց միս, կա։ Արքեստանը մնացած, մի բաժին վինեգրետ։ Դե լավ է ոչինչ, ինչ արժի ես։ 30 կոպեկ։ 30 կոպեկ, քեշ չունեմ է, իսկ քարտով կլինի, կամ NFC QR կապ չունի։ Ընկեր ջան, դու ագանյոկում չես նոր տարվա նկարահանվում։ Հա, ագանյոկում։ Բայց ես պետք է անվճար սննդի տալոն տային 60 կոպեկի։ Այս գումարով ինչ կուզես կառնես։ Չեմ հասկանում ինչ եք ասում, ես մատ տեսեք կանցնի։ Տուր հլա։ Յո, ինչ է զարգացել են սիրուն քարտերը։ Լուրջ եք ասում։ Բարի ախորժակ։ Լավ է հեռախոսը չտվեցի։ Օծունչորս։ Լավա։ Մի 10 տարի առաջ գնացինք։ Լավա, բայց քիչ է։ Գնամ տրանզիստորը ճարեմ։ Բայց այս ժամին ռադիոլուբիցելը բաց կլինի։
Ադը խելքա մնացել 84 թիվը ստեղ չի, ընդեղ է։ Օնլայն կպատվիրեմ։ Так, стоп, նորից, տեխնիկան չի դիմանում, ես ոնց պտի դիմանամ, Նազարյան, մի հատ պրիբորները ստուգեք, նորից սկսում ենք։ Ողար, գդե վիդուշե, հաղորդավարները ուր են։ Մենք ենք հաղորդավարները, բարև ձեզ, մի հատ հարց, ներողություն, այս որ թիվն է։ Այսինքն որ թվականն է, Գոհար։ 84 թվականն է, տղաներ, դուք ով եք, ես ինչ դեմոդ է շորեր, այսից սարկազմա։ Գոհար, որտեղից հայտնվեցին։ Որ ասեմ 1974 թվականից եկեք կհավատաք։ Գորիկ ռեժիսոր Ռադ Մովսիսյանը նայ։ Հողակի շատ երիտասարդ է։ 84 թիվ ենք։ 84 թիվ, ես այս տարի սեպտեմբերին եմ ծնվել, Ես էլ ապրիլին։ Գոհար, ես ով է։ Ինչի համար է անծանոթ մարդը մտել ստուդիա։ Ես ձեզ հետո կբացատրեմ, հա, պարոն Մովսիսյան, կբացատրեմ։ Լսի, բայց մենք հիմա իրանից մեծ ենք, մենք մի 31-32 տարեկան է։ Տղեր, կասեք դուք ով եք։ Լավ փորձեմ ասեմ։ Մենք գիտենք, որ մեր փոխարեն ուրիշը պիտի լիներ, բայց ոնց որ Մոսկվան զանգեց, Կենտկոմում հաստատվեց KPSS-ը, Կարմիր աստղ գագաթին, բայց կլինի շուտ նկարենք, ոնց որ մի 40 տարի ունենք, էլի մինչև հասնենք մեր թվերը։ Լավ, դուք եք։ Չգիտեմ ինչ են ասում, բայց վստահ են ասում։ Գոհար, կոստյումները փոխում եք իվ կադր։ Мне в пятницу сдавать надо։ Գոհար։ Այդ WhatsApp-ով աչելա։ Աղջիկներ տղաներին պատրաստեք, հիմա կգան։ Կարեն։ Գոհար, հիշում ես ինձ։ Հա, մտքիցս դուրս չես գալիս, արդեն 10 տարի, ուր էիր։ Կուզես ամուսնանանք, հենց հիմա, հենց էստեղ, որ ոչ մի վարքյան չկորցնենք մեր կյանքից։ Հենց հիմա, հենց այստեղ, կյանքը կինո չի, որ հետո առաջ տաս։ Ախր իմ կյանքի այս մի օրը հենց այդպիսին է։ Անընդհատ հետո առաջ է գնում։ Ու ես մի ակնթարթում հասկացա, որ խելագարի պես սիրում եմ քեզ։ Բայց դու անհետացար, ուր էիր։ Ես կարող եմ բացատրել, բայց վստահ եմ չես հավատա։ Կուզես։ Գոհար ջան, հարցնում եք կուզես։ Հիշում ես, դա այն երգն է, կուզես։ Կուզես, քեզ համար հորինեմ, արևի փոխարեն, մեծը ավելի, եթե դու կուզես։ Աստղերից ինձ հիմա կշարեմ քո դիմաց, անունը քո, էլի։ Գրողը տանի, ես պոպուլար եմ նույնիսկ 80-ականներում, պաստոյն հիշում ես։ Շտայց ինչ եմ խոսում։ Միշտ! Արգելի ընկերներ, սովետական Հայաստանի աշխատասեր զավակներ, շուտով կգա նոր տարին, են հին ու բարի։ Սովետական քաղաքացին կտեսնի ապագայում շատ լավ բաներ, նենց բաներ ա լինելու է արհեստական բանականություն, էլեկտրական ավտոմեքենաներ առանց վարորդի, դեմքի ֆիլտրեր, Ալեքսանդրի… Սպոյլ ես անում ապագան։ Ուզում եմ ասել, մենք ունենք ամեն ինչ, սրանից ավել էլ ինչ ունենք, հեռախոս լարով, մի խոսքով, ամեն ինչ ունենք մենք, այնպես որ ժպտա և ասա, կեցե նոր տարին, ուռա! Ուռա, դիմավորեք, Արսենի Գրիգարի։ Էքսմելացիական հաստատում։
Փոք դու ինձ թողեցիր Պես գերի եմ ես դարձել քո դաժան խաղի Թող կոնե ես քեզ նայեմ սիրտս ամոքի Պես ծնորվել եմ ես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Մեկին որ քեզ սիրի Քեշոյի ու համբուրի Իր գրկում քեզ տակացնի Ինչպես որ ես Ծնորվել եմ պես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Մեկին որ քեզ սիրի Քեշոյի ու համբուրի Իր գրկում քեզ տակացնի Ինչպես որ ես Նայրով ստացավ սերը իմ սրտի Կեզ գտնելն էր մեծ բերկրան կորցնելն անտանելի Ախ որքան հիմար է ես որ հավատացի Թե կողքիս ես դու հավետ չանցավ էլ մի տարի Պես ծնորվել եմ ես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Մեկին որ քեզ սիրի Քեշոյի ու համբուրի Իր գրկում քեզ տակացնի Ինչպես որ ես Ծնորվել եմ պես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Մեկին որ քեզ սիրի Քեշոյի ու համբուրի Իր գրկում քեզ տակացնի Ինչպես որ ես Ծնորվել ես դու կարծես Չես գտնում քո տեղը տես Ես այլևս քոնը չեմ ու չեմ գտնի Մեկին որ ինձ սիրի Ինչոյի ու համբուրի Իր գրկում ինձ տակացնի Ինչպես որ ես Ծնորվել եմ ես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Հրազդանի շրջանի ջրարատի սովխոդի դաշտավարուհի Ասպրամ Մկրտչի Քոթանյանը կոլտնտեցության նախընտրական ժողովում Ինչպես որ ես Այո, Արմեն Ամիրյան Հիմա 1984 թիվն է, եթե մենք ընդեղ չկանք, նոր տարվա հաղորդումը չի նկարվում ու ինչ որ արխիվից բաներ են հիմա տալու ընդեղ եթեր Այսինքն, եթե ընդեղ նոր տարվա հաղորդումը չի նկարվում, ստեղի արխիվային անցյալ տարիների հաղորդումները դնելու են եթերում ընդեղ, որ մի բան լինի եթերում։ Հիմա մենք կարանք ստեղից նշան տանք, որ իմանան, որ մենք ստեղ ենք, 2024-ում իմանան։ Բայց ոնց ես անել դու ձյաձ Նոլանը, այդ ինտերստելարը նկատունը։ Բարև ձեզ, ցեկայից են հաստատել, տեքստ պետք է էլ ուղարկենք։ Ցենտրալ։ Տարին նշանավորվեց երջանիկ լուրը, աստղ է ծնվել Երևանում։ Սարգսյանների ընտանիքում ծնվեց անչափելի տաղանդավոր մի տղա, երեխային Արամ անվանեցին։ Ալիքի երաժշտական հակումն ու ճաշակը պարզ դարձավ առաջին իսկ ճիչից։ Երեխային երկարվեստի ու հումորի ասպարեզում մեծ ապագա է սպասվում։ 1984 թվականին Պապոյանների ընտանիքում ծնվեց Արամից ավելի տաղանդավոր մի տղա, Գարիկը, եւ լուրեր ապագայից։ Ինչպես հայտնում են 2024 թվականի մեր հատուկ տպտակիցները, 2016 թվականի այսօրը Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, ներկայում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ամփոփելով տարին նախարարը հատ առ հատ անդրադարձ կատարեց ոլորտի գրեթե բոլոր խնդիրներին, մանրամասն ներկայացնելով կատարվածը եւ առաջիկա տարում նախատեսվող աշխատանքները։ Նա բան ասեմ դերել ես, մամջան, այն քո դուխին, որ վերջացել էր, ստեղ դրա նորը կա, բերեմ հետս։ Մամջան, այն քո դուխին, որ վերջացել էր, այստեղ կա, բերեմ հետս։ Մեջբերման ապահով Գարիկ Մամուլյան։ Մեր սուֆլորի աշխատակիցը իհարկե այսօր լավ տրամադրություն ուներ, կատակները շատ հաջողված էին, բայց ջնջեք այս ամենը, ես մի քիչ հետո կվերադառնամ, նորից կտեսագրենք։
Սողի եթեր, չէ՞։ Ոչ է նկարեցին։ Ահա բացվում է օրը եւ իր հետ բերում նոր հույս, որ կգաս ինձ մոտ ու բերելով մի շողի լույս, կժպտասան մեղ դու ժպիտով քո խելահան, ու կասես եկա ես արդեն քոնեմ հավիտյան, բայց ավախ ամեն այս ոգեր ասելուց նոր, կմնաս սրտում իմ հուշերի կարոտ, խենդ, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, խենդ, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, սերջել բավեսեր իմ չեմ ուզում լիներ գերի ես, դուրս գալով ծացից քո կգտնեմ հրաշք մեկի ես, խաղերից հոգնել եմ շոք ամրանը ձապատիլ ես, բայց կրկին ես գում եմ միև ռույն է ինձ սիրում ես, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, խենդ, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, Կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, խենդ, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, խենդ, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, խենդ, կրակի պես խենդ աղջիկ ես, մեկ արև ու մեկ լուսին ես, մեկ երսիկ մեկ պոտորիկ ես, խենդ, Դուք լրիվ ձեռ եք առնում։ Այս ինչեր եք գրել։ Ինչ։ Ուզում եք գնաք Մագադան։ Ես կկազմակերպեմ։ Լավ տղա։ Չէ, չենք ուզում։ Ինչ է նշանակում խորհրդային միություն չի լինելու։ Մեր կոմկուսի գլխավոր քարտուղար Միխայիլ Սերգեյևիչը Պերեստրոյկա է հայտարարել։ Իսկ դուք ասում եք, որ Սովետը Կանդվի։ Դրա համար էլ չի լինելու։ Մալչած։ Չէ, դուք հաստատ հոգեկան խնդիրներ ունեք։ Մեր բանները դատարկել։ Այս ինչա Պեչենի։ Որ պապան սիրում է, ասի մի երկու հատ էտս վերցնեմ։ Այս ինչա։ Որը։ Ես։ Բա այդ ինչա։ Ասում եմ ես ինչա։ Անգլերեն։ Հա։ Շպիոններ եք։ Չէ, շպիոն։ Գարիկ, արամ, շպիոն ես ընդհանրապես։ Անգլերեն հետ էլ կապ չունեմ ընդհանրապես, ես քարտը ինքը expired է ես։ Բայց ինչ ես դու քարտ օգտագործում ընդհանրապես, Apple Pay կա, Google Pay կա, լրիվ old school ես, էլի։ Ռաստրելիաչ։ Չէ, մի վարկան ախտեց մի անգամից ռաստրելիաչ։ 94 Առաջ Ես տեսել եմ ցույց։ Ուր կորան։ Կարող ենք սկսել։ Բոլորը տեղում են։ Աննա ջանով է սկսում առաջինը։ Լիլիթ Կարապետյանը, բայց դեռ չկա։ Լավ, չենք խառնվում, բոլորը մնում են իրենց տեղերում։ Ես բարձրանում եմ ապարատնի ու սկսում ենք։
Կներեք մի բան հարցնեմ, բայց խնդրում եմ չծիծաղեք։ Այս պահին որ թվականն է։ Հասկացանք ռեժիսորի ասիստենտ ենք ու կարող եմ ունիֆորմայով եմ դրա համար էլ հետս տենց հեգնական տոնով եք խոսում։ Չի սազում։ Չէ, ինձ ճիշտ չհասկացաք, իսկապես ինձ շատ հետաքրքիր է այս պահին որ թվականն է, որովհետև ինձ ու գործընկերներիս հետ ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում։ 90-ականներին բոլորիս հետ էլ տարօրինակ բաներ են կատարվում։ Դե ես էլ հիմա սպասում եմ Լիլիթ Կարապետյանը գա։ Բայց չի գալիս։ Քթին չի դնում, էլ է որ ճիշտ ժամանակին հասնի նկարահանման հրապարակ։ Չնայած ես էլ որ տարվա սեքս սիմվոլը լինեի, հաստատ ես էլ միջև քիթս կոկորոզնիկ կբարձրացնեի։ Կներեք, ուղղակի ճանապարհին տաքսիի բենզինն էր վերջացել։ Դրա համար ուշացանք։ Հա, գնամ զգուշացնում որ եկաք։ Շատ լավ, մի վայրկյան։ Աստվածին։ Ինձ բոլորն են սիրում, ուղղակի պես չի տենց ամբագորգոր բառեր ասել։ 94 թվական, Լիլիթ Կարապետյան, դու ես։ Այո, բայց հիմա ինքնագիր տալ չեմ կարող։ Ձեր դեմքը շատ ծանոթ, ինչ-որ տեղ հանդիպել ենք։ Իհարկե, ամեն օր քո պուդրայի հայելու մեջ։ Լիլիթ ջան, սպասում ենք։ Այսինքն, դու ես եմ, ես դու ես, Լիլիթ Կարապետյան, հապագայից։ Չեմ հավատում, դու մինչև հիմա քո տիկնիկների հետ ես քնում։ Չեմ հավատում։ Չես հավատում, մի հավատա, բայց խնդրում եմ, քո կուրսի հերհաչին նույնպես մի հավատա։ Նա քեզ չի սիրում։ Նա պարզապես ուզում է քեզ հետ ամուսնանալ եւ քեզ տանել Ամերիկա։ Կներեք, հիմա ուղղակի շատ շտապում եմ, պետք է գնամ էլի։ Ինձ ներեք, խնդրում եմ, իրան չվստահես։ Ես քեզ պարզապես խնդրում եմ, դու պիտի մնաս Հայաստանում, դու ունենալու ես մեծ կարիերա, մի տարի հետո քեզ պիտի զանգեն եւ առաջարկեն, որպեսզի դու խաղաս մեր Բակ ֆիլմում։ Քեզ համար դա մի քիչ տարօրինակ կթվա, բայց լեգենդար ֆիլմ է լինելու։ Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի։ Լիլիթ ջան, սպասում ենք, սկսեցինք։ Լավ, լուր, սկսում ենք։ Լիլիթ տուրա, Լիլիթ ջան արի։ Կակը բես պրծան չեմ բավացում։ Լիլիթ, արի։ Լիլիթ ջան, որտեղ եք, մի հատ ասա ինձ, 74 թիվն է, 84 թիվն է, ես խառնվել եմ իրար ասեն։ Թիվը 94-ն է, երեխեք, բայց խնդրում եմ մի հատ նայեք այնտեղ, թե ինչ ծիտեի ես։ 94-ին դու ոնց ես հիմա լավ ես լել։ Լավ, ինձ թվում է լավ եմ։ Կծանոթացնես հետը։ Ապայ, Դու Նենցա շատ բան չի փոխվել։ հա, ես էլ եմ տենց մտածում։ Կուզես բեմ բարձրացի, դու արժանի ես։ Չէ։ Գնա։ Նայես երկրորդ կամերա։ Չորրորդ կամերա նայես։ Շատ լավ է։ Ընդհանուր բոլորդ աշխատում եք, ես նայես դեմ անում 7-րդ։
Ուրախ եմ անում։ Ասա ինչպես ես քո հայացքը մոռանամ Չէ որ նման աչքեր այլևս չեմ տեսնի Սիրիր դու ինձ, միայն դու ինձ Հիշիր դու իմ աչքերը թաց Բայց թե ուրիշ դու սեր ունես Պետեկանք առաջին կամերա, երորդ ավելի դանդաղ, ապրես, լավա, ծիտիկ։ Սիրո կամի, սիրո կամի Սիրո կամի, սիրո կամի Սիրո կամի, սիրո կամի Անհիր անբերամ Կան դանդաղ, լավա։ Նայես երորդ կամերա։ Բաց կադրը, ապրես կյանք։ Ահա։ Սիրո կամի, սիրո կամի Թող մազերը իմ համբուրի Սիրո կամի, թող որ աչքերը կոխանդեն Սիրո կամի, թող մազերը իմ համբուրի Սիրո կամի, թող որ աչքերը կոխանդեն Սիրո կամի, Սիրո կամի Սիրո կամի, սիրո կամի Սիրո կամի, սիրո կամի Սա իսկապես այն երկերից է, որ մտնում է գլուխը ու դուրս չի գալիս։ Շատ լավ է երկում։ Հասկացաք աղջիկներ ջան, մեկ հատ էլ ենք փորձում ու նկարում ենք, կարծում եմ շատ գեղեցիկ կստացվի։ Կարեն, Որը Գոհար չեմ հասկանում, ո՞նց չես փոխվում։ Նույնն ես մնացել, ինչ 20 տարի առաջ։ Անցած անգամ չհաջողվեց, բայց այս անգամ կփորձեմ բացատրել։ Քիչ առաջ բեմի վրա երկու հոգի էին։ Մեկը երիտասարդ Լիլիթ Կարապետյանն էր, այս ժամանակից։ Մյուսը էլի Լիլիթ Կարապետյանն էր, բայց 30 տարի հետո։ Գոհար 2024 թվականի նկարահանման օրը ինչ-որ բան խափանվեց։ Ու այդ պահին ստուդիայում գտնվողներից մի մասը տեղափոխվեց 50 տարի հետ։ Ես այնտեղ հանդիպեցի ու սիրահարվեցի Գոհար անունով մի աղջկա։ Կորա։ Հետո ամեն 10 տարին մեկ էլի հայտնվեցի, բայց սիրո շանսերս գնալով պակասեց։ Չեմ հասկանում։ Տեղ չգնաս։ Արամ! Արամ! Արամ, ուր ես, Արամ! Արամ! Մի տղա, ով պարզապես շատ սիրում է քեզ Իմ աչքերն ես դու Քեզանով ես այս կյանքում Զգացմունքներս եմ կարդում Որ սեր ունեմ մարդու Կուզես աշխարհն առանց կարտես Դու միայն ասա
կուզես Կուզես Քեզ համար օրինեմ Արևի փոխարեն Մեծը ավելի Եթե դու կուզես Աշխարհից հենց հիմա Կշարեմ քո դիմաց Անունը քո էլի Ամեն ինչ որ կուզես Երկուսով նայենք մենք լուր Հենց այդ կետը ամենուր Դառնալու է դուր Երազանք դեպի Երկնքին հիմա կպիր Կտեսնես ձեռքի տապին Սեր է կրվելու Կուզես աշխարհն առանց կարտես Դու միայն ասա Ինչ որ ուզես Կուզես Քեզ համար օրինեմ Արևի փոխարեն Մեծը ավելի Եթե դու կուզես Աշխարհից հենց հիմա Կշարեմ քո դիմաց Անունը քո էլի Ամեն ինչ որ կուզես Ասա դու ինձ Ամեն ինչ որ կուզես Ասա դու ինձ Ինչ որ կուզես Քեզ համար օրինեմ Արևի փոխարեն Մեծը ավելի Եթե դու կուզես Աշխարհից հենց հիմա Կշարեմ քո դիմաց Անունը քո էլի Ամեն ինչ որ կուզես Ասա դու ինձ Ամեն ինչ որ կուզես Ասա դու ինձ Ամեն ինչ որ կուզես Այսօր կորա։ Գոնե հասցրեցիք ձայնագրեք։ Հա, իհարկե։ Դովել ինչքան կարելի է։ Բայց գոյեղի միջնադարում չենք հայտնվել։ Հաստատ ավելի լավ չի աշկերնես բացենք տեսնենք Լենք Թեմուրի նոր տարվա կորպորատիվն է։ Հա, խոսքի, օքեյ, որ թիվն է։ Չգիտեմ։ Հենց հիմա զանգեք Հասմիկ Կարապետյանին ու ասեք. Եթե 5 րոպեի ստուդիայում չեղավ, ինքը այս տարի չի երգելու։ Երեխեք, ես հասկացա, այս 2004 թիվն է։ Այո, 2004 թվի նոր տարվա նկարահանմանը ես ուշացել էի։ 2004-ն է։ Բայց սա հրաշալի հնարավորություն է անցյալի սխալը ուղղելու։ Դե գնա սիրելիս եւ փակի դուրը կոչետը։ Գնացի։ Հասմիկ ջան, ուր ես կյան, մի ժամը քեզ ենք ման գալիս։ Բարոն Ռոշտունի ջան, խցանումների մեջ ենք էլ մի կերպ եկա հասա, բայց ես պատրաստ եմ հենց հիմա վեմ դուրս գամ, խնդրեմ։ Ես ինչ ա վիճակը։ Ինչա։ Ոնց որ մի 20 տարի մեծացած լինես։ Հա։ Հոիվան չես։ Չէ։ Գնա գրիմյորները թող դեմքիդ Հասմիկ Կարապետյանն նկարեն ու անցի բեմ, լավ։ Լավ։ Ես չեմ սիրում դարսև սուրճը, երբ շուրջը իմ միշտ մարդիկ լուրջ են, երկար կամուրջ, դեպի անուրջ, կար ինձ ասա մի թե սեր է սա, և ինձ հետևել, քեզ խորուրդ չեմ տա, և հանդիպման քեզ հետ ես չեմ գա, թող որ հիմա գախնի մնա, երբ օրը գա, ես կասեմ քեզ դա, անհավար են քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը,
ենք չորս հոգով սիրով երկով գնում ենք առաջ սիրուն ընթരാճ քեզ եմ փնտրում հոգու երազ ախ երանի ես քեզ գրկեմ ախ երանի ես քեզ շոյեմ ախ երանի քեզ համբուրեմ իմս միայն դու դե արի սիրուն աղջիկարի որ ծանոթանանք տիկորավ որ ալբոմավ մեզնից ով է լավ դե ասա սիրուն աղջիկասա միտքդ հասկանանք մի թող սիրուց խենթանանք դե արի սիրուն աղջիկարի որ ծանոթանանք տիկորավ որ ալբոմավ մեզնից ով է լավ դե ասա սիրուն աղջիկասա միտքդ հասկանանք մի թող սիրուց խենթանանք Չի անցյալն անդած ու լինենք հավետ իրաց իրահար Կամիներ կանգնեք մի պահ ես գտա իմ սերն անմար ու լինենք հավետ իրաց իրահար Ետալի ու մի Դե ինչ ընկերներ, 2004 թվականի դեկտեմբերի 31-ն է, չէ՞ այսօր։ Դե արագացրու։ Ինչ։ Հեսա ինձ տանում են բանակ։ Ստանում են բանակ։ Հա, 2004 թվականի հենց այսօրի ես մտա Զորամաս, արագացրու։ Ու լավ բան ես ասում։ Սիրելի ընկերներ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել մեր զինվորների նոր տարին, մաղթել նրանց բարի ծառայություն եւ բարի վերադարձ եւ ծափարությունների ներքո ճանապարհենք մեր Մոլոդոյին։ Բարի ծառայություն։ Իսկ դուք դիմավորեք Հասմիկ Արտաշեսի Կարապետյան։ Մոռացիր գիշերը տաց, երբ լուր դու գնացիր
Բարև գար։ Բարև Կարեն։ Ժամանակի մեջ ճամփորդող մարդ։ Դե պատմի ինչ կա չկա։ Անկեղծ ասեմ, կարոտել էի։ Անկեղծ ասեմ, ես էլ։ Չնայած նրան, որ իմ ժամանակը կայծակի արագությամբ է թռչում։ Հենց որ դու պատմի։ Ինչ կա չկա։ Դու ինչ շատ կարևոր բան սովորեցրեցիր, գիտես։ Ինչ։ Ապրել կյանքը ներկա ժամանակով։ Նույնիսկ եթե անցյալը այդքան տարօրինակ գայթակղիչ էր թվում։ Ես որոշեցի չհետաձգել իմ երջանկությունը։ Հասկացա։ Ամուսնացել ես։ Չէ, չասես, որ տղա ես ունեցել, անունն էլ դրել ես Կարեն։ Չէ։ Ամուսնուս անունն է Կարեն։ Հանդիպեցինք 10 տարի առաջ։ Փաստորեն ճակատագիրը քեզ բաժին է հանել Կարենին։ Քո անհետանալուց հետո ես խելքի չէի գալիս։ Բայց հասկանում եմ, որ եթե մարդկանց պատմեմ, ինձ խելագարի տեղ կդնեն։ Հետո ասում են ժամանակ ամեն ինչ բուժում է ու տեղն է գցում։ Ինձ էլ խելքի բերեց։ Ինչ հեշտ ես ասում։ Բա ես։ Դու կգտնես քո գոհարին։ Այնտեղ, քո ժամանակներում։ Ժամը վերադարձանք։ Wi-Fi կա, Wi-Fi կա։ Բարի գալուս 2025 թվական։ Կներեք, իհարկե չեմ ուզում ձեր տրամադրությունը գցեմ, իհարկե Wi-Fi կա, բայց մի հատ օրացույցին նայեք, խնդրում եմ բոլորիդ։ Էլ ավելի։ 2014։ Բայց զգում եք երեխեք, որ գնալով մոտենում ենք։ Հա, նայեք, ով է գալիս, նայեք։ Ոնց որ իսկական չլինի։ Արի, ձմեր պապ, արի։ Բարև, սիրելի ձմեր պապ։ Բարև։ Ես իմ սիրած հատվածն եմ ասում։ Սիրելի հետախույզներ, խնդրում եմ ասեք, ինչ կարծիքներ ունեք, ով է թաքնված դիմակի տակ։ Ելնելով հուշումներից, ես կարծում եմ Սոնան է Ռուբենյան։ Հանդե լավ էլի սպանեցիր, ամեն անգամ Սոնա Ռուբենյան։ Այո, հուշումներից ես։ Ես կարծում եմ, որ Ռուբեն Մաթևոսյան։ Միշտ ամենասպասելի մարդն է, չէ՞։ Դե լավ, շնորհակալություն, եկեք ծափահարենք։ Ես լսեցի բոլորիդ կարծիքները, իսկ հիմա ես կանեմ նրա դիմակը եւ մի կիմանանք թե ով է դիմակի տակ, իսկ դուք բուղավում եք։ Ով է, ով է, ով է, ով է, ով է, ով է, ով է։ Հա ինչ, ես եմ, հանգստացաք, հանդերձանում տեսա, չդիմացացի հակնեմ, լավնա չէ։ Հրարոտ հուշումների եմ ասել։ Ես միշտ ասել եմ, որ դու ժուրիներից ամենը եմ, որ սենց ներսը տեսնում ես, էլի, դիմակի ներսը պատկերացնում ես։ Ջանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները երկնքում արեցի Ձյունը գալիս է անվերջ երկնքում պարում սիրահարված հրտիս մեջ սերը նկարում սիրո նման ձյունը կգա որ հալվի ու գնա
Դու հանին իմ ու քո անունը գրի ամեն ձմեռ, ամեն տարի Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին մեր աստղերը Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին Երկն եմ ես երկում, որ ձմեռված սրտերին միշտ իրար գրկում, որ իրարից համխռովում, ամելներում են իրար, չէ որ չկա ուրիշ հնար Եթե մտնի մի օր երկինքը վերևում, հիշիր աստղերը, որ գիշերն են երևում Սիրահարված սրտի համար կարոտը սեր է երգում, Երևանի գիշերներում Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին մեր աստղերը Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին Սիրտս համբույրից թրջում է հեռու ու պյուրականից ասնում է լուսնին Մեկ էլ երբ եմ ես քեզ համբուրելու Չգիտեմ, գուցե մեզ ձմռան կեսին Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին մեր աստղերը Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին մեր աստղերը Ձանջերմակ պատիլները հոսում էին արցունքիս կաթիլները Երկնքում արեցին Ժողովուրդ ջան, ու՞ր եք։ Մենք փակումը չենք նկարել, շուտ արեք, պատրաստվեք, խնդրում եմ, շուտ արեք։ Հետ ենք եկել, ուրա! Instagram-ից կարոտել էի։ Պատմենք չեն հավատա։ Պետք չի ոչ մեկին պատմել, որտեղ այս ամեն ինչը եթեր ա գնացել։ Ես գնա փակման տեքստերը վերցնեմ գամ։ Հա, գնա հարի ես։ Այստեղ եմ։ Մի րոպե, կներեք, ժողովուրդ ջան, ուրեմն, 2 րոպե կարող եք հանգստանալ, մինչև մեր արտիստները կգան, բայց տեղ մի գնացեք, սպասեք ստեղ, օրինակ կարող եք փորձ անել, էլ ինչ էիք անում, հիշում եք, ասել են ձեզ, հավասար արեք, հավասար չեք անում, բայց ուրախ դեմքերը, ուրախ, որովհետև որ սենց անեք, հեչ լավ չի, հավասար չեք անում, Կարեն Այո, լսում եմ։ Ես եմ Գոհար։ Գիտեմ հնարավոր է ինձ չես հանդիպել տաղավարում միջանցքներում բայց ես քեզ միշտ տեսել եմ Տիկին Գոհար։ Տես քո դիմաց կանգնած եմ ես մի տղա, ով պարզապես շատ սիրում է քեզ ձեզ Շնորհակալ եմ այսքան տարիների հեքիաթի համար կյանքը ժապավեն չի, որ այս ու այն կողմ պտտես ու ինչ-որ բան ետ բերես ցավոք բայց ապրածն ապրած է
Ամեն ինչ քոնն է, ինչ որ կուզես։ Շնորհավոր նոր տարի։ Ուշադրություն։ Տեխնիկական խնդիրը կարգավորվեց եւ հիմա բարձր տրամադրությամբ բեմ ենք հրավիրում արձագանք խմբին։ Արտավազ Բայացյան եւ Եղիշե Պետրոսյան։ Նոր տարի եկար նորից, նոր հույսերով, սպասումներով, կանգնել ես դու իմ տան շեմին, սպասում ես քո գալիք ժամին։ Նոր տարի կանգար մի պահ, սրտիս խորքում գաղտնիք մի կա, այս հին տարվա վերջին պահին, թող հիշեցնեմ ես բոլորին։ Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թողնես կա նոր տարին, ամեն մի լսվող զանգի հետ մի հույս։ Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թողնես կա նոր տարին, ամեն մի վարվող մոմի հետ մի լույս։ Կանցնես, սրտում պայծառ հետք կթողնես, ու դառնալով քաղցր երաս, իմ հուշերում մի հայտ կգաս։ Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թողնես գա նոր տարին, ամեն մի լսվող զանգի հետ մի հույս։ Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թողնես գա նոր տարին, ամեն մի վարվող մոմի հետ մի լույս։ Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թողնես գա նոր տարին, ամեն մի լսվող զանգի հետ մի հույս։ Բացեք ձեր դռները, բացեք ձեր հոգին, թողեք թողնես գա նոր տարին, ամեն մի վարվող մոմի հետ մի հույս։ Ալիկ, վերջապես, փակը շատ տերասոց, վերջապես կարգավորեցի։ Ձեզ չէ ասել է սարքը ձերջ տալ։ Ալիկ, չես պատկերացնի որտեղ էինք։ Էդ հետո դու են ասա, ինչ տոնական ծրագիր է գնացել եթեր։ Բոլոր աստղերին անցյալ եք տարել։ Ու այդ ամենը 1974 թվականից սկսած գնացել է ուղիղ եթեր։ Ուրեմն մեր ռետրո նոր տարին ստացվեց։ Մենք անցանք ժամանակների միջով եւ ամեն ժամանակաշրջան, ամեն տասնամյակ ուներ իր առանձնահատկությունը, իր յուրահատկությունը, իր երգերը, իր տարօրինակ հագուստը։
Մենք հասկացանք, որ փոխվում է ամեն ինչ։ Երկիրը, տեխնոլոգիաները, նորաձևությունը, չեն փոխվում միայն մարդկային ջերմ հարաբերությունները եւ ամանորյան նախատոնական հոգին։ Եվ ամենակարևորը, մենք եւս մեկ անգամ հասկացանք, որ մեզ բոլորիս միավորում է սերը եւ ժպիտը դեպի վաղը։ Թող որ 2025 թվականը լինի երազանքների իրականացման տարի, միայն այդ դեպքում բոլոր օրերը կլինեն երջանիկ։ Եվ ինչ էլ փոխվի, ինչ տեխնոլոգիաներ էլ ավելանան, միևնույն է, մարդկային ջերմ փոխհարաբերությունները լինելու են ամենակայուն եւ ամենամեծ արժեքը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ահա։ Լսեք, տենց էլ չասեցիք ուր էիք ասել։ Ապագայում էինք։ Դե լավ։ Դա չես հավատում։ Դե նայի։ Էս ինչ է։ Էս ուր ենք ընկել։ Էս ինչ ենք անում։ Էս ո՞չ։ Տեսար։ Բա ո՞ց ենք անել։ Հա էսպես։ Լույսեր են կապել, մենք էլ կարծես հեքիաթի մեջ իրար սիրում գուրգուրում ենք ես դուսավոր պարտեզի մեջ թող ամեն տարի նոր տարին ես դուս բերի եթե ես նոր իրար սիրենք նոր տարի սիրով գալի թող ամեն տարի նոր տարին ես դուս բերի եթե ես նոր իրար սիրենք նոր տարի սիրով գալի Աշակները լիքնալի առանց արդեն ոնց գալի առանց ուրախ երկերի նոր տարի ոնց գալի Ինչ նորացան սմեր պապ ասես ասանի առանց պապ առանց տեսար առանց պապ Ինչ նորացան սմեր պապ ասես ասանի առանց պապ առանց տեսար առանց պապ Ապել բադու որ թվի տղա ես։ Ես եկել եմ 2024-ից։ Խմած եմ։ Հարյուր տարի, սպասել ինձ էր, դու միայն արի, հարյուր տարի, սպասել ինձ էր, դու միայն արի, Շնորհավոր 1975 Շնորհավոր